Խոսում ենք կրծքագեղձի քաղցկեղի մետաստազների մասին, իրենք լինում են բավականին հաճախ, առաջի հերթին կարելի է նշել թոքի մետաստազները, հետո ոսկրային համակարգի եւ այլ օրգանների կարող է լինել լյարդում, գլխուեղում եւ այլ օրգաններում։ Ոսկրային մետաստազները երկար ժամանակ ի հայտ չեն գալի, որտեղ չեն ունենում որևէ ինչ-որ գանգատ, բայց հետագայում առաջանում են հիմնականում ցավային համախտանիշ եւ մի կարևոր վտանգավոր պահել կա, դա պաթոլոգիկ կոտրվածքներն են։ Մենք ուղիղ եթերում ենք, ձեր հետ է պրոֆեսոր Բադալյանը։ Ոսկրային մետաստազների քանակը կարող է լինել տարբեր, 1-2 մետաստազներից մինչև բազմաթիվ տարբեր հատվածներում ոսկրային համակարգի։ Ավելի հաճախ դա լինում է ողնաշարը, կողերը, կոնքի ոսկորները, գլխի տուփի ոսկորները։ Ինչի է այդքան շատ առաջանում այդ ոսկրային համակարգում։ Իհարկե դուք գիտեք, որ մետաստազը դա չարորակ ուռուցքի տարածվածությունն է դեպի արյունով կամ ավշային անոթներով եւ ոսկրային հյուսվածքը ինքը շատ արագ վերականգնվող հյուսվածք է եւ իրենք արտադրում են հատուկ գործոններ, այսպես կոչված աճի գործոններ եւ դա է պատճառը լինում, որ չարորակ ուռուցքները օգտագործում են այդ հորմոնը որպես սնունդ եւ սնվելով իրենք այդտեղ գտնում են իրենց տեղը։ Բացի դրանից անոթավորումն է բավականին ակտիվ ոսկրածուծի շրջանում, վերնոսկրի շրջանում եւ դա էլ է պատճառ, որ չարորակ ուռուցքը գտնում է իրեն հարմար միջավայր եւ այդտեղ առաջացնում է օջախներ։ Այդ պատճառներով այդ մետաստազները շատ են։ Ոնց են իրենք հայտնաբերվում։ Հիմնականում դա իհարկե ռենտգեն հետազոտություններն են կատե, բայց կա եւ հատուկ հետազոտություն, որը կոչվում է սցինցիգրաֆիա ոսկրային։ Այո, ռադիոիզոտոպ նյութերով հնարավոր է լինում գտնել բոլոր օջախները։ Իհարկե ամենավերջի սարքավորումներից դա պետ կատեն է, որը միանշանակ տալիս է այդ օջախների եւ քանակը, եւ չափերը, եւ ակտիվությունը մետաբոլիկ, որը մեր համար շատ կարեւոր է։ Դուք կարող եք հարցեր տալ, քանի որ մենք ուղիղ եթերում ենք, ես կպատասխանեմ բոլոր հարցերին։ Շարունակեմ թեման, որը վերաբերում է կրծքագեղձի քաղցկեղի մետաստազները ոսկրային համակարգում։ Ամենակարևոր բարդություններից ես ասեցի պաթոլոգիկ կոտրվածքը, ինչպես է դա լինում հաճախ։ Ոսկրային հյուսվածքը ինքը քայքայվում է այդ մետաստազներից, կատարվածին լինում է լիզիս, այսպես կոչված, եւ ինքը բարակում է եւ ցանկացած հարվածից, թեթև նույնիսկ նա կարող է կոտրվել։ Եվ գիտեք, որ հետարքիր է, որ հաճախ հիվանդության սկիզբը լինում է այդ պաթոլոգիկ կոտրվածքով։ Հետո նոր հայտնաբերվում են կրծքագեղձի քաղցկեղը կամ ուրիշ քաղցկեղներ, եթե կլինեն։ Ինչ բուժումներ են լինում այդ ախտահարման համար։ Առաջինը, երբ որ բուժվում է հիմնական հիվանդությունը, դա կլինի քիմիաթերապիայով, թիրախային կամ ուրիշ միջոցներով, նա միանշանակ ազդում է եւ այդ մետաստազների վրա։ Բացի դրանից, ոսկրային համակարգը ունի հատուկ դեղեր, այսպես կոչված բիսֆոսֆոնատներ, իրենք ամենահայտնին դազոլենուրանաթթուն է, իրենք կատարում են այն գործողությունը, որ լցվում է այդ փուչ տեղը եւ ոսկրային այդ ախտահարումները սկսում են սկլերոզացվել, այսինքն ամրանալ, լցվել, մեխանիզմը դա է։ Եվ իհարկե այստեղ կարևոր դեր է կատարում կալցին։ Կալցին դուք գիտեք ոսկրային հյուսվածքի կարևորագույն նյութերից է։ Հիվանդության սկզբում, եթե ակտիվ չարորակ պրոցես է, կալցին լինում է բարձր։ Դա ունի իր վտանգները թուլությունից սկսած մինչև սիրտանոթային համակարգի պրոբլեմներ
եւ գիպերկալցիեմիան բուժում է համապատասխան հիմնականում ինֆուզիաներով։ Բուժման ընթացքում այս ասած բիսֆոսֆոնատներ իրենք իջեցնում են կալցիի քանակը, քանի որ կալցին արդեն գնում է դեպի ոսկոր եւ քիչ դեպի արյուն եւ պետք է հետևել կալցի, որովհետեւ դա էլ ունի իր վտանգը, եթե իջնում է կարող ունել ցնցումներ եւ այլն։ Դրա համար մեր բոլոր պացիենտները ստանում են կալցի, հիմնականում կալցի D3 D3 այս կոմբինացիա է, որ նա լավ ընդունվի հյուսվածքի կողմից։ Այսքանն է կարևորը եւ բացի բիսֆոսֆոնատներից մենք ունենք ուրիշ դեղամիջոցներ, որոնք արդեն ավելի թիրախային են ազդում չարակորուստների, բջիջների, ոսկրային մետաստազների վրա, ու դա հիմնականում դենոսումաբ XGVA պրեպարատն է, որը նորագույն է համեմատաբար եւ ավելի արդյունավետ է, քան բիսֆոսֆոնատները, բայց դա չի նշանակում, մենք պետք է սկսենք XGVA-ից, այլ դա ունի իր համապատասխան նշանակելու ժամանակը։ Եվ հետագան ոսկրային մետաստազների լինում է այսպես. մեծ մասամբ, եթե բուժումը գնում է արդյունավետ եւ նա ստանում է համապատասխան դեղամիջոցները, այդ մետաստազները սկսում են, ինչպես ասի, լցվել, սկլերոզացվել, գանգատները վերանում են, ցավը չկա, քայլվածքը ամեն ինչը կարգավորվում է եւ երկար ժամանակ իրենք մնում են այդպես ասած քնած վիճակում։ Այսինքն այդ մետաստազները ոսկրային ոնց որ մենք համատենք քրոնիկ process-ի հետ։ Սա է կրծքագեղձի քաղցկեղի ոսկրային մետաստազների հիմնական այս ինֆորմացիան, ինչ որ ես ուզում եմ այսօր ձեզ ներկայացնել։ Դուք դեռ հարցեր չունեք, ես տենց հասկացա, եւ եթե կա ասմիկ կարող եք հնչացնել։ Այո, հարցնում են ինչու են քիմիոթերապիայից հետո 2 օր հիվանդին պահում հիվանդանոցում։ Հարցը անմիջապես թեմային չի վերաբերում, բայց կպատասխանեմ հարգելի դիտորդ։ Քիմիոթերապիան լինում է տարբեր, կա